Դու գնացել ես դպրոց ընդեղ եղել է ռաբիս, դու միացրել ես եթերը եղել է ռաբիս, դու գնացել ես հարսանիք կնունկ ծնունդ եղել է ռաբիս, փողոցում քայլել ես զապիսնոցներում եղել է ռաբիս, եւ դու շանս չունեիր չդառնալու ռաբիզի կրող։ Հայաստանում կլարնետիստներ կան, եկեղեցում երևի թե մոմ են վառում, որ ասենք թուրք կլարնետիստ, ինչքան էլ որ վիրտուոզ կլարնետ, հուսնուն, ենթադրենք շուտ չմեռնի, իրանք մի քիչ է սովորեն նվագել։ Հենա Իբրահիմ Տատլիսես, Զեյնաբ Խանլարովան երգերը երգում են, մեզնից ինչ ա մնում, հայերեն բառեր կարենք վրեն, մենք էլ այդ երգերը երգենք։ Արտիստը, որը պլագիատով բեմ է բարձացել, պամիդորով պետքա իր գլխին իջնի հանդիսատես։ Ողջույն, եթերում զորաձրույցն է, ես Արմեն Աթալյանն եմ, ես Ավետիք Նիմքերոպյան, ես Կորյունը Դավթյան։ Այո, Կորյունը Դավթյան, այսօր մեր հյուրն է, մեր մարտական ընկերն է, մեր ընկերն է, Կորյունը կայթ մշակութային հանգույցի ղեկավարն է, այո, կայթը նաև համույթ է, ֆոլք երաժշտություն կատարող, չէ՞։ Այո, ժողովրդական եւ ժողովրդական, բայց մեր իմացած ժողովրդականը, ոչ թե սովորական ունկնդրի իմացած ժողովրդականը, այլ մեր իմացած ժողովրդականը, այն, որը որ նոր եթե մասսայական տերմին եք ուզում, ավանդական հայկական երաժշտության։ Այո, ավանդական հայկական։ Այո, կայթ։ Եվ այսօր մենք Կորյունին կանչել ենք, որպեսզի իր հետ խոսենք մշակույթի եւ անվտանգության այս հատման խնդրի մասին։ Եվ մշակութային անվտանգության, որովհետև ինչպես գիտենք, մեր մշակույթը արդեն մի քանի դար շարունակ ենթարկվում հարձակումների մեր թշնամիների, հակառակորդների, չուզող հարևանների կողմից, ժամանակ առ ժամանակ դեպքեր են հանդիպում, որ յուրացնում են մեր մշակութային ժառանգությունը, ժամանակ առ ժամանակ մեզ իբր հայկականի անվտանգ ներկայացվում է թուրքական, պարսկական, ինչ-որ արաբական, հայերեն բառեր։ Արևմտյան էլ, այո։ Եվ դրա դեմ պայքարը շատ դժվար է, եթե չգիտես քո արմատները։ Հենց սկզբից մի անգամից չհամաձայնվեմ Աբոյի հետ, ես տենց չեմ մտածում, որ տենց մեզ սաղ փորձում են ինչ-որ ուտեն, խժռեն, մեր մշակույթը յուրացնեն եւ այլն։ Այ մի հատ արի հասկանանք, ես հակասության պահ, էլի կա կարծիք, որ մենք պետք է մշակութային տեսանկյունից փորձենք ապահովել մեր անվտանգությունը, շրջապատը փորձում է մեզ փչացնել, մեր մշակույթը յուրացնել եւ այլն։ Մյուս դիրքորոշումը այնա, որ դու լրիվ պետքա բացվես աշխարհի առաջ, քո ունեցածը 10 աշխարհին, աշխարհի ունեցածը վերցնես ու հենց այդ միքսի արդյունքում էլ կստացվի ինչ-որ նոր հայկական մշակույթ։ Երրորդ ձևն էլ կա, թե ելնես նրանից, թե ինչն է հնարավոր, ինչը հնարավոր չի։ Ու ես սովորաբար սենց հարցերում մի քիչ կենտրոնանալու համար եւ կոնկրետ չափելի լուծումներ գտնելու համար նախընտրում եմ հասկացությունների շուրջ մի քիչ երկար խոսել։ Մենք հաճախ ասում ենք մշակույթ ու դրա մասին ամեն մեկս յուրովի պատկերացում ունենք երևի թե էլի, թե այդ ինչ է այդ մշակույթը եւ երբ որ նայենք սենց սահմանումներում վերջնական եւ տենց ավարտուն հստակ աշխարհի կողմից ընդունված ձևակերպում էլ չկա, թե մենք երբ որ ասում ենք մշակույթ, ինչ է, բայց սովորաբար դրա ընդգրկունության սահմանները սկսած կենցաղավարման պարզ ֆորմաներից մինչև այսօրվա ամենանոր թվային հիգիենա պայմանական անունը դնեմ, որ դու պետքա մեդիայում գրագետ լինես, սոցիալական ցանցերում փասվորդներդ պահելու ձևերից մինչև բան, դրանք բոլորը մշակութային ասպեկտներ են, եւ եթե մենք ուզում ենք խոսենք մշակույթի ոնց որ արվեստի, դրա ավանդույթների եւ դրա հիմիկվա մոդեռն մարտահրավերների մասին, պիտի կոնկրետանանք, ինչ որ կետի գանք, որ կարողանանք շարունակել գնալ առաջ, էլի։ Նայ, օրինակ ես եւ ռիսկերը գնահատել եւ բաները, մեր հնարավորությունները։ Մի շաբաթ առաջ էր, որ բաներ, չէ, Թաթուլի համերգը եղավ։ Դե ես գիտեի, որ այդ հարցից չեմ փախնի։ Նայ, օրինակ հիմա գնում է այդ բանավեճը, չէ, որ լսենք կոմիտաս, չգիտեմ, լսենք Սայաթ-Նովա, այդա հայկականը, մյուս կողմը ասում է, որ այս կիսա բաները, տոները, այդ տադամ, այդ կալկալոցը դա եւս հայկական է, մերն է, որտեւ այս տարածաշրջանում է, մենք էլ ենք դրանից, Թաթուլն էլ է մերը, Ժան-Կոչյան Տիգրանն էլ է մերը, Արամ Խաչատրյանն էլ է մերը, Տիգրանյանն էլ է մերը, ամեն ինչն էլ մեր մշակույթի մասը։ Արի հասկանանք դու ոնց ես մտածում։ Ես մի երկու էքստրիմ ասեմ, էլի։ Ունենք Եկմալյան,
հա, եւ կա այսօր ժամանակից արվեստի են մի էքստրեմը պատից կոչով կպցրած մի հատ բանան է, հա։ Հիմա բարձա որ այսօրվա հայկական մշակույթը եւ ընդհանրապես որևէ մշակույթը դրա կամ հետ գնանք, ասենք լավ բախել գնանք կամ միջնադարյան եկեղեցական երաժշտություններ գնանք, բայց այս ամբողջ մշակույթը դրա արանքում տեղավորվում է, հա մի քիչ այն կողմ, մի քիչ այս կողմ, բայց մենք ունենք ինչ որ մի վերջավոր եւ հայտնի միջակայք, հա որտեղ տեղավորվում է ժամանակակից, այսպես ասած, եւ նաեւ ավանդական արվեստը, բայց մենք չգիտենք այսօր ինչի հետ ենք, չենք էլ ուզում ինքներս մեզ ասենք, այսօր ինչի հետ ենք առնչվում։ Դա նաև նպատակադրումներն են, մենք ինչ նպատակադրում ունենք այդ հարցում։ Հենց այդ է։ Իսկ իմ տեսանկյունից, հա, այսօր մեր խնդիրը, մեր մշակութային ինքնությունը պահպանելն է, որովհետև ակնհայտ է, որ այսօր թուրքը չի եկել մենակ մեզ անհատապես մորթելու, եկել է ոչնչացնելու մեր ինքնությունը եւ մշակութային ինքնությունը ոչ վերջին հերթին, միգուցե նաև առաջին հերթին, որովհետև դրանով ենք մենք բնորոշվում, դրանով ենք մենք ներկայացվում աշխարհին կամ դրանով ենք մենք ինքներս մեզ ասում հայ։ Հիմա մի հատ ինչ է նշանակում մշակութային բան, այդ բաղադրիչները որոնք են, բաղադրիչները որոնք են, չէ՞։ Այդ որն է, որ ուզում են վերացնել։ Այդ ի՞նչ է։ Մեր խաչքարը, մեր երաժշտությունը ավանդական, մեր ավանդական պարերը, հա, որ մեր ավագ ընկեր Գայք Կինոսյանը, որ երկար տարիներ եւ ջանադրաբար, երբեմն ցավով, երբեմն տարապանքով վերականգնում էր Չալմդանգին, որ տարավ հասցրեց Մասսի գլուխի եւ այնտեղ ապարեց, որը որ մեր ռազմապարի այսպես գոհարներից է։ Այն ինչ որ մեզ բնորոշում է եւ որ կարող ես ասես սա հայկական է, հայ է սրանով բնորոշվում, եւ որ մեզ դրանով եւ կարելի է ներկայացնել եւ կարելի է նաեւ առանձնացնել։ Այդտեղ բայց ընտրության ֆակտոր կա, չէ՞, այսինքն օրինակ ինձ համար, եթե ես նայեմ թե ինչ գործոններ են այդ քո նշած ժամանակահատվածում, չէ՞, որ մենք առնվազն տենց եթե թվագրում ենք մեզ մի 4000 տարի հետ են գնում որպես առանձին ինքնություն, հայկական ինքնություն եւ հələ այդ 4000 տարվա պատմության տատանումներով նայելով թե ինչ աշխարհագրական ընդգրկունություն ենք ունեցել, ինչ process-ների ենք մասնակցել, ես կարամ ասեմ, որ ասենք Վատիկանից մինչև Երուսաղեմ այդ տարածաշրջանի բոլոր անցուդարձերին մենք մասնակցել ենք եւ դրանք մասնակցել են Վատիկանից մինչև Չինաստան, դե կարանք ավելի երկարացնենք, մետաքսի ճանապարհի հիմքով կարանք ավելի։ Հիմա դրանք բոլորը մեր ինքնության մեջ մասնակցություն են ունեցել եւ դժվար կլինի կամ չարժի պնդել, որ դա մենակ լավագույն մասնակցությունն ա եղել, որը որ մենք կուզենայինք ունենալ, տեսնել հայկական ինքնության բաղադրիչներում։ Հիմա դրա համար եթե մի քիչ կամաց բերենք մասնավորեցնելու, ասենք օրինակ էլի գանք երաժշտությանը, ծիսակարգին, արարողակարգերին ու մեր սոցիալական ինստիտուտներին, որոնցից մեծ հաշվով կա երկու բաժանում, հա, կա դժգոհություն, բողոք, սկսած ռաբիս համերգներից մինչև ռաբիս ծիսակարգեր եւ հակառակ ծայրահեղության մեջ կա, ասենք, ֆանտաստիկ բարձրակարգ համամարտկային արժեքների մակարդակի հասած արժեքներ։ Հիմա բայց չէ որ մենք երկուսի միջև ապրում ենք եւ երկուսն էլ ձևավորում են մեր ինքնությունը, ազդում են մեր ինքնության վրա վաղ մանկությունից։ Հիմա այսինքն մենք ստեղ դառնում ենք ակտոր կամ չենք դառնում ակտոր։ Օրինակ կայտ մշակութային հանգույցում մենք մեր աշխատանքի փիլիսոփայությունը հենց այդ հարցադրումով ենք սկսում։ Ասում ենք, որ մշակույթը ձևավորվում է անկախ նրանից, թե մենք դա ուզում ենք, թե ոչ։ Հարց է մնում, մենք ուզում ենք լինել դրա ձևավորողը, մասնակցել ձևավորմանը, թե չենք ուզում մասնակցել։ Ու այս առիթով մենք այդտեղ մի հասկացություն ենք առաջ քաշել մայրենի մշակույթի հասկացությունը, ինչ ենք մայրենի մշակույթ ասում, համեմատական տանելով, որ միանգամից ասոցիատիվ մայրենի լեզվի հետ համեմատական գնա, իսկ որն է մայրենի լեզուն։ Բառակապակցությունը, քանի որ ցենց շատ քաղցրահունչ է, մեզ թվում է, թե մայրենի լեզուն դա ոսկեղենիկ հայերեն բան, բայց օրինակ Երևանում ծնված մեծացած երեխու մայրենի լեզուն այդ Երևանի ժարգոնն է, Երևանի արարատյան բարբար պլյուս ժարգոն համադրությունը իրար հետ տալիս է այն լեզուն, որը որ երեխեն Երևանում մեծացած։ Հա, այսինքն դա իր մայրենի լեզուն է։ Հիմա ի՞նչն է տարբեր մշակույթից։
Այսինքն այդ նույն երեխեն, ով որ Երևանի ժարգոնը որպես մայրենի լեզու յուրացրել է, դա ոնց է տեղի ունենում ծնող գրողներից, միջավայրից, առանց հատուկ ուսուցման եղանակի, այսինքն ինֆորմալ կրթական ճանապարհով։ Հիմա այդ նույն երեխեն յուրացնում է այդ նույն արարատյան մշակույթ, պլյուս ժարգոն, պլյուս բարբալ, պլյուս ռաբիզ, պլյուս կոմիտաս, պլյուս խաչետեն, սաղ մի հատ հիբրիդ է դառնում ու երեխեն յուրացնում է դա։ Ու փաստացի հայկական մշակույթ։ Դա հայկականը չի, դա մայրենի մշակույթն է։ Փաստացի այնա ինչ մենք ունենք։ Հիմա դու բնորոշում ես դա հայկական։ Այդտեղ էլ կարանք երկար խոսենք, հայկական բնորոշենք թե չէ։ Դա ստացվում է, որ օրինակ Կրասնոդարի հայ համար բանը Արմենիևսիվը միրը դա իր մայրենի մշակույթն է։ Ասեմ ավելին, քեզ համար էլ ռաբիզը քո մայրենի մշակույթի բաղադրիչ է, որտեվ դա դու չես որոշել, ոնց որ դու չես որոշել, թե որ լեզուն լինի քո մայրենի լեզուն, դա տրվել է բնականորեն դու այդ միջավայրում ծնվել մեծացել եւ յուրացրել ես դա։ Նույն ձև չես որոշել, բայց արդեն կան գործիքներ, կրթական, մեդիայի եւ այլնի, որոնք ժամանակի ընթացքում կարան բերեն քո գիտակցական ընտրության, որ դու արդեն գիտակցես, որ չէ, մի րոպե, այն ինչ որ ես փոքր ժամանակ ես միջավայրից, որտեղ անդադ աղմուկ է եւ այդ աղմուկը յուրացրել են որպես մշակույթ, նույն ռաբիզն էլ հետը, որտեվ դու գնացել ես դպրոց, ընդեղ եղել է ռաբիզ, դու միացրել ես եթերը եղել է ռաբիզ, դու գնացել ես հարսանիք կնունկ ծնունդ եղել է ռաբիզ, փողոցում քայլել ես զապիսնոցներում եղել է ռաբիզ, եւ դու շանս չունեիր չդառնալու ռաբիզի գրող։ Բայց այստեղ պետք է հասկանանք, թե ինչքանով ենք մենք դիմակայում այդ ռաբիզի, չասեմ մենակ ռաբիզի, օտարի ազդեցությանը կամ ինչքանով ենք կարողանում հակազդել դրան, որովհետև այդ ամեն ինչը մարդիկ կարող են ասել դա դավադրապաշտական տեսություն է եւ այլն, բայց դա ամեն ինչը ուղղորդված է իմ կարծիքով, ուղղորդված է հենց կործանելու, նսեմաստելու հենց մեր ինքնությունը եւ սղելու, դարձնելու մեզ համաձայն չեմ, օրինակ նույն Ձախ Հարութ ես լսում 80-ականների Սենտը ռոմանտիկ մելոդիա կա, տեքստ կա, ասեմ նույնիսկ 90-ականների ռաբիս երաժշտության մեջ կա գաղափար տեքստ, Տիգրան Ժամկոչյանն ես լսում, դա տեքստ կա։ Այսօրվա ռաբիզը, որը լսում ես, դա ռաբիս էլ չի։ Շուտ արաբական ասես տնգլոցը, հա, ChatGPT-ն ավելի լավ տեքստ է։ Համար այս ճանապարհը պիտի տեսնենք, հա, ճանապարհը պիտի հասկանանք։ Մելոդիա կա։ Ձախ Ռուբեն Հաղվերդյանի հետ երգել է Կարմիր կակաչներ։ Հա, որ ես լսում երաբար գնալու ճանապարհին։ Դա էլ է ռաբիս։ Հաջորդ հասկացության հարցն է հասունում, շատ հետաքրքիր է, որ Արմենը ասեց հանդիպենք հաղորդման շրջանակներում, ես գիտեի, որ ռաբիզի հարցից չեմ փախնելու ու անդադ մտածում էի եւ այո, եթե հետ գնանք ռաբիզի ավանդույթներին, կարանք ասենք, որ այսօրվա ռաբիզները, այսօրվա ռաբիզ երաժիշտները փչացնում են ռաբիզը, բայց ըստեղ են էլի հարց է գալիս եղանին ինչ է ռաբիզը։ Ռաբոտիկ իսկուստվը։ Բայց այդ իր ծագումն է, այսինքն օրինակ այո, տերմինի ծագում, բայց ոչ 1920 թվականներին, 20-ականներին ստեղծվում է ռաբոտիկ իսկուստվը եւ դա միութենական միություն է։ Այո, այսինքն համախորհրդային մշակույթի աշխատողների ամեն խորհրդային պետություն ուներ իր ռաբիզի բանը, ճյուղը, այո, ֆիլիալը։ Եվ այնտեղ մտնում էին բացարձակապես այսպես ասած պրոֆեսիոնալ կատարողները, դասական երաժիշտները, արվեստի եւ գրականության մեծերը, ովքեր որ սովետի ժամանակ պատկերացնում եք ինչ գրաքննություն կար, այսինքն օրինակ սովորական երաժիշտը կամ կիսագրագետ երաժիշտը մուտք չուներ ռաբիս։ Այդ հետո երբ որ ստեղծվեցին այլ ճյուղավորումներ, ասենք օրինակ ստեղծվեց ֆիլհարմոնիկը, ստեղծվեց այս մեկը, պրոֆեսիոնալները դուրս եկան ռաբիզից, այսինքն այդ յունիոնից, միությունից, դուրս եկան գնացին ամեն մեկը իրենց տեղերում եւ այս ռաբիզը մնաց ոնց որ դռները բացվեց, այսպես ասած գնչուների առաջ, հա, այսպես դուրս եկավ մնաց արհեստը։ Այո, եւ դա դարավ ավելի նման համքարության եւ ընդ որում մինչեւ 1940-ականներ, մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմ դա առավելապես ֆոլկլոր էր։ Այսինքն դա հայկական քաղաքական ֆոլկլորի նորացումն էր եւ ահագին չափով հենված հենց գեղչկական ֆոլկլորի վրա, որը որ մենք համարում ենք մեր ավանդական լավագույնը
կոմիտասի հանճարեղ եւ թեթև ձեռամբ, որ տեսավ, որ չէ, ամեն դեպքում գեղեցկական ֆոլկլորում կա ինչ-որ հետաքրքիր յուրահատկություն, որը շատ է տիպիկ, շատ է առանձնանում, շատ է հայկական, ամենահայկականը։ Եվ քանի որ քաղաքային ֆոլկլորում առևտուրը օտար ազդեցությունը շատ էր, քաղաքային ֆոլկլորը պայմանական բառ ասեմ, հա, ջրիկանալու հատկությունն էր, այսինքն ինքնության տիպիկ առանցքից շեղվելու, հարմարվելու, շուկայական պայմաններին հարմարվելու, շուկայական նպատակներ դնելու, եւ ավելի իրավիճակային է քաղաքային։ Ոչ գեղարվեստ կա, ոչ բնություն կա։ Եթե գեղեցկական ֆոլկլորում կա բնություն եւ կատարում է, երգում է բնությունը, այդ էնդեմիկ տեսակի դա մենակ հայկական ֆոլկլորին չի վերաբերում, դա բոլոր ֆոլկլորներն է վերաբերում, բայց քանի որ բնություն եւ գեղարվեստում կա կատարսիսի, աստվածայինի կատարելության ձգտումը, քաղաքային ֆոլկլորում եւ շուկան է ավելի շուտ էլի, որտեվ գեղեցկականում էլ է կենցաղը դոմինանտ նշանակություն, բայց այդտեղ քանի որ կան կատարողներ, որոնք ծախում են այդ ապրանքը շուկայում, դա երաժշտությունն է, ծիսակարգի հարսանիք, կնունկ, ծնունդ, թաղում եւ այլն։ Հա, իրանք կամ ռեստորան, պանդոկ, իրանք հստակ խնդիր ունեն, մաքսիմալ վաճառվող ապրանք բերել շուկա։ Եվ դա միակ նպատակն է այդ շուկայում գործող ակտորների, կլինեն երաժիշտներ, կլինեն բաներ, նկարիչներ եւ այլն։ Հիմա դրա համար երգերի կուպլետները դարել տենց պրիմիտիվագուն, որտեղ ժողովուրդը ուզում ասած ապուշ ինչ որ ջան, բադրջան ինչ որ sense։ Թեմաների շուրջ։ Այդտեղ իրական էվոլյուցիան այդտեղ չի պրսնում։ Օրինակ նայ 42-րդ համաշխարհից հետո սկսում են մուտք են գործում այլ օտար երաժշտական նվագարաններ, կլարնետ, արդեն մոտիկանում են ռաբիզին, որը որ մենք գիտենք։ Դրանից հետո։ Եվ քանի որ Երևանն էլ արագաճող քաղաք էր եւ պատկերացու տարբեր գյուղերից լիքը մարդիկ, ընդ որում ոչ միայն հայ ազգի, այսինքն նույն Կարսից կարար մարդ գար այդտեղ, կարար գար Արևմտյան Հայաստան տարբեր շրջաններից Երևան, կարային գային հայրենադարձվածները Սիրիայից, Լիբանանից եւ այլն, այստեղ էին նաեւ թուրքեր, ադրբեջանցիներ եւ մեր քաղաքային ֆոլկլորը առավելապես համեմվելով հայկական այդ տարերով եւ թուրքական այդ մոտիվներով կլկլոսների կատարման արաբական մոտիվներով ինքը տենց ինչ-որ հիբրիդ դառավ բայց ինքը ուներ իր տեղը եւ ժամանակը կատարման մինչեւ 1991 թվական երբ որ արդեն Հայաստանը ունեցավ անկախություն գրաքննությունը դուրս եկավ եւ ռաբիզները որոնք այսպես ասած տենց արվեստագետների բացակայությունից մտել էին ռաբիզ, այսինքն տեղեր ազատվել եւ իրենք եկել էին ռաբիզ, հիմա տեղ ազատվեց իրենց համար հերոստաեթերում, տեղ ազատվեց բեմերում, այն ժամանակ եթե մենակ պանդոկում էր հիմա կարելի էր նաեւ Արամ Խաչատյանի բեմում, օպերայի բեմում եւ այլ բեմերում եւ հիմա արդեն կա ինտերնետ ազատ սփռում եւ շատ հետաքրքիր հատկություն ունի ռաբիզը, որը մենք չենք կարող արդեն որպես լուծում չենք կարող թերագնահատել, դա բացառիկ կայունությունն ու ճկունությունն է ժամանակի հանդեպ, ժամանակի քննադատության ինքը ամենաէլաստիկ, ամենահարմարվող ցանկացած ֆենոմեն, որը ստեղծվում է գեղարվեստում, ռաբիզը իր մեջով անցկացնում է։ Այսինքն ռաբիզի բոլոր երաժիշտները իրենք ավարտում են քոլեջներ երաժշտական, ավարտում են կոնսերվատորիա, որտեղ ոչ մեկ կամ մանկավարժական, որտեղ ոչ մեկ իրենց չի սովորացնում ռաբիզ նվագել։ Իրանք ասենք քննության համար պատրաստում են քննական նյութը ուղիղ, այդ նույնի ռաբիզը պահում են, որ գնան դրանով վաստակեն։ Եվ սա մի բան է, որ անհնար է դիմադրությունով կոտրել։ Դե որովհետև պետք է մի բան ընդունենք, այդ մանավանդ այդ մասով շուկան, որը որ պահանջ է դնում, ասում է այսօր էսա վաճառվելու, եւ ռաբիզը դրան է հարմարվում։ Վաղ շուկան կասի այսօր այս մյուս օրը էսա վաճառվելու։ Եվ այդտեղ էլ է դա, բայց նայ հավիձվի պատմությունը չէ, հավիձը որ դու առաջարկում ես, ես էլ տես կա այդպես ասացիր, ինչքան պրիմիտիվ այնքան ավելի հեշտ հիշվող եւ այլն, եւ դա ունի իր բացատրությունը։ Այդ պրիմիտիվ հեշտ հիշվողը շատ մարդ կարող է երգի։ Ինքը շատ մարդ կարող է մեքենայի ղեկին նստած եւ ռադիոյով լսի եւ ինքն էլ հետը
ձայնակցի կամ նվագակցի, հա։ Ու դա շատ հեշտ է դա առնում, ասենք շատ մտնում է մարդկանց մեջ այն անգլերեն տերմին կա catchy, հա։ Աշխարհը մերնա, աշխարհը այդ հեշտ է հիշել։ Եվ օրինակ նույն Արտասամանյան ասենք մշակութային ասպարեզում փոփը, որ մենք ասում ենք, հա, ինքը ինչի է փոփ, popular է, հա, զանգվածային մշակութային, օրինակ շատ դժվար է երգել Queen, չնայած Queen-ն էլ է փոփ, հա, բայց շատ հեշտ է երգել, ասենք բան ապետե, հա, ինչպես է վերջի հին բան տրենդների լավ է հա, ես լավ եմ հետևում, հա, բայց այդ գալիս է նրանից, թե ինչքանով ես ավելի գնում հասնում մինչև այդ հեշտին, հա, ռաբիզը հեշտն է։ Մենակ բայց հեշտի հիմա մի հատ է խնդիր, էլի, նայ։ Հեշտը ֆակտոր է, բայց միայն մենք ասում ենք մարդիկ պատկերացնում են, որ նոր օրինակ մոտեցում, որ պետքա չէ ազգայինին գնալ, այ ազգային երկեր, բարեր, այդ շատ ավելի հետաքրքիր է, շատ ավելի կայֆ է, շատ ավելի տրենդային է եւ այլն։ Բայց ստեղ մի հատ ունենք մենք ուրիշ խնդիր, որ մարդիկ են իհայտ գալի, ովքեր օրինակ երգում են այդ նույն հարսանիքներին քրդական մոտիվների տակ երգ, կարևորը մեջը մի երկու հատ սակրալ բառ դնել, երգիր, մուշ սասուն։ Ուսած քրդական մոտիվի տակ մարդիկ ասում են այս մեր ազգայինն է, մեկ էլ մյուս օրս միացնում ես նույնի քրդական միացած երգ ես լսում, ասում ես չէ, ոնց որ էս вообще ազգային չի, այդ խնդիրներ չկա, որ մշակութային անվտանգությունից ես խոսում, բայց այդ պահն էլ կա, էլի։ Շատ լավ օրինակով այն նախորդ ասածից շարունակությունը ասեցիր, այսինքն ռաբիզը ոչ մի խնդիր չունի դրա հետ, ինքը ցանկացած տրենդ իր մեջով անցկացնելու է, ցանկացած, այսինքն դու այսօր կստեղծես մի հրաշալի աշխատանք, մի գործ, որը կգրավի լայն զանգվածների սիրտը, ու ինքը կլինի դասական, կլինի ռոք, կլինի ջազ, կապ չունի ինչ ժանրում, կստեղծես լավագույն որակի, լավագույն կատարողական պրոֆեսիոնալիզմով մի աշխատանք, հաջորդ օրը ռաբիզը այդ իր միջավայրում իր հանդիսականի համար կկատարի նենց ոնց կարա, կկատարի նենց ոնց գիտի։ Այսինքն ինքը որևէ սահմաններ, որևէ սկզբունքներ չունի, ինքը ունի մի հատ սկզբունք՝ գոհացնել իր պատվիրատուին, մի հատ սկզբունք, սպառողին գոհացնել, ուրիշ ոչ մի սկզբունք չկա։ Հետևաբար դու, ասենք օրինակ 70-80-ականներից ջութակը սկսեցին, հա, ասենք պրոֆեսիոնալ ջութակ կատարողները սկսեցին ռաբիզի մեջ ջութակներ մուծել եւ արդեն հարսանիքներում ջութակ կար, պրոֆեսիոնալ դաշնակարները վաստակից ելնելով կամ այլ պատճառներով սկսեցին այդ նույն ջազային ակորդները բան տանել ռաբիզացնել, այսինքն մենք ամեն ինչի ռաբիզը ունենք եւ պետքա ուշադիր լինել, որ այս տերմինը նայեք ինքը իր այդ մայր վիճակից, այսինքն ռաբոտնիկի իսկուսվը մտ հապավում էր, որը ցույց էր տալի միության անուն։ Ինքը ինչ աստիճան կուլտացել ու ընդհուպ կարամ ասեմ, որ սոցիալական ինստիտուտի է վերածվել, որտեվ ինքը այսօր երբ որ մենք ասում ենք ռաբիզ, մենք չենք հասկանում մենակ երաժշտությունը։ Մենք ապրելակերպ ենք հասկանում, մենք դրա տակ որոշակի աշխարհընկալում ենք հասկանում, ենք լուրջ ինստիտուտ է դարել, հա, կարանք ասենք ենթամշակույթ, կարանք ասենք մշակույթ, տեսաբանները կան դրանով զբաղվեն, բայց ինքը արդեն կուլտ է, ինքը վարվեցողություն է, ինքը դու մարդուն ես ասում ռաբիզել, այսօր ընդ որում ասեմ մինչև 90-ականների կեսեր պրոֆեսիոնալ երաժիշտները, որ իրենց ասում են ռաբիզ, իրանք ասում են մենք ռաբիզ չենք։ Հետո փոխվեց, հետո դարա, որ դե լավ հոամոտ չի ռաբիզ լինելը, սկսեցին ասեն ռաբիզ ենք, այսինքն խի էին ասում ռաբիզ չենք, որովհետև ռաբիզը մենակ երաժշտության մասին չէր։ Իրանք որպես ռաբիզ երաժիշտ չէին հերքում իրենց ռաբիզ լինելը, այլ ռաբիզը դի կապված էր վարքի հետ, կապված էր նաև կիսա քրեական, այսինքն որ ոչ քրեական է, ոչ քրեական չի, այդպես շոր տարերի հետ, ինքը կուլտ է, էլի, հասարակ եւ բան ուներ, հա, ինքը չասեմ նսեմ կամ նվաստացված, բայց ուներ ավելի հասարակ ընկա, հասարակի, բայց դրա մեջ են օրինակ մոսիական թասիբի բանի ինստիտուտը եկե խառնվել էր դրան, ինչ որ ուրիշ եսի ինչ էր դարձել, եւ հիմա էլ կա, այսինքն ինքը մենակ երաժշտության մասին չի, ինքը արդեն լրիվ ուրիշ ինստիտուտ է դարձել։ Եվ ես ոնց եմ արդյոք դա խնդիր է։ Այ այս թաթուլի համերգը ինչի օրինակ բերեցի, հա, ինչ որ մի քանի մասեր բաժանվել հանրությունը։ Կա ինչ որ ծայրահեղ մոտեցում, որ այ մենք կրվեցինք կամ այ երգիրը այսպես վիճակում է, որովհետև թաթուլը հավաքում է այսքան
հանդիսատեսը ապրի չում դու թաթուլարա։ Հասկանում ես, այն որ ասենց ինչի հետ են կապում։ Նույն ադրբեջանցին ավելի շատ ռաբիս է իմ կարծիքով, էլի, այդտեղ ավելի ահավոր է վիճակը, հա։ Եթե մշակույթի տեսանկյունից ես նայում, իրանք ընդհանրապես արմատ չունեն, էլի, ստից ընդից կպցրած իր ինչ որ բաներ է, հա։ Արդյոք այդ անվտանգության խնդիրը դե իսկապես կա ու դե բայց հենց ասածը անվտանգության խնդիր է, այսինքն վերցնել երաշտական ճաշակի խնդրո առարկայով տենց բաժանում դնել ազգի մեջ, այդ լուրջ անվտանգային խնդիր է։ Այսինքն պետք է օրինակ նույն համերգը, հա, ինձ համար շատ հետաքրքիր էր որպես կողքից դիտարկող, որ շատ երիտասարդացել էր ու իգական սեռի ներկայացուցիչներ, ջահել աղջիկներ շատ էին։ Դա ես շատ հետաքրքիր էր դիտել այդ, որ այդ աստիճան ոնց որ իգական սերը ներգրավված է ու երիտասարդացած է, որտեղ մեր ընկալումներում հիմա որ խոսում ենք նույնիսկ ռաբիզը այտենց ինչ-որ էլի տեղի ժամանակի պարական շալվարով, բանով, այսինքն մի հատ վիճակ էր, որը էլ այդ վիճակը չի, եւ ընդ որում մենակ վերջին համերգը չի, զարմանալի էր, որ վերջին համերգի վրա այդքան ֆոկուս եղավ, որտեղ դրանից առաջ բազմաթիվ ռաբիզ համերգներ էին տեղի ունեցել Համալիրում եւ բոլորը լիքը լսարանով։ Հիմա ես անվտանգային Կներես բանի Արմենչիկի համերգն էին միշտ օրինակ բերեմ, որը Ամերիկայում են, որ դահլիճներ լցրել միջև էլ, որ նկարներ կախել էին, որ հայտնի երգիչների կողքին, Կոդակի կացել դահլիճներ, որտեղ այդ բանի Օսկարի մրցանակաբաշխությունն ունի։ Բայց այդ պետք է հիշենք, հա, որ ասենք նույն Զախարոտն էլ երբ որ գալիս էր Երևան, էլի լցնում էր Ամերիկա սրահները, հա, կամ Արամ Մասատրյանի հարսանիքի երգելու համար 2 տարի առաջ պետք է հերթագրվեր։ Բայց մենք պետք է նաև ընդունենք մի բան, հա, մեր չենք կարող մշակույթը ստերիլ պահել, հա, այդ հարցակումներից, այսինքն նաև մշակույթը կենթանի պահելու համար պիտի այդ մեխանիզմները, ասենք, լավը ընկալելու, այդ լավը հայացնելու, հա, ոնց ենք ասում, որ քրիստոնեությունը եկավ Հայաստան, ինքը հայացավ, ոչ թե Հայաստան, ոչ միայն Հայաստան դառավ քրիստոնեական, նաև պիտի հասկանանք, որ մենք առաջ գնալու համար, զարգանալու համար չպետք է մնանք կաղապարված եւ բաների մեջ, այսպես շրջանակների մեջ, այլ պետք է նայենք թե դուրսը, հա, մեր մշակութային սահմաններից դուրս, մեր ինքնությունից դուրս, ինչն է, որ մեզ կարա զարգացնի ավելի լավը եւ ավելի ընկալելի դարձնի։ Դե այդ հա է, բայց ստե մի հատ ուրիշ խնդիր կա, որ շատ ու շատ հայեր ու հայաստանցիներ ունենալով բնականից իրականում այդ իրանց մեղքը չի, ինչ որ քաղաքենություն կա, մարդիկ ազգայինի նկատմամբ շատ sense բան են վերաբերվում, էլի որ այդ ինչ որ հին կարծրացած բան է եւ այլն, նորովի ներկայացնելու խնդիր կա, ու մարդը ամենակիչը գոնե իմանա ինքը ով է։ Այդ հարցը կա, այսինքն մարդը հասկանա, որ հա, այս սրանից բացի կա նաեւ սա այ կայթը ինչով է լավ, հա, կայթը, կաթիլը, ես այս համույթներին չեմ սիրում, օրինակ մեր գորը, gorgeous beats-ը, հա, մարդը բիտերով ինչ-որ ազգային բաներ է, մոտիվներ է ներկայացնում, որ կարա ստակ, ասենց հավեսով կտրվես, էլի, որ մարդը հասկանա, որ այսի հայկականն է, լավ, ֆիքսեցինք, սա, այս էլ հայկականն է, գոնե դա իմանաս, էլի, չէ՞։ Դե այդ հենց այդ է, շատ հետաքրքիր անցում կատարեցիք բանին, լուծումներին, այսինքն մենք քննարկումից թե խնդիրը ինչն է, անցանք լուծումներին խնդրի։ Մենք 10 տարվա փորձ կայքում ունենք, ես հիմա մի քիչ կպատմեմ դրա մասին, մենակ ուզում եմ այդ որպեսզի իրար կարողանանք ճիշտ հասկանալ լուծումների մշակման հարցում կամ մեր առաջարկած լուծումների հարցում այդ երկու խնդիրը հստակ ձևակերպենք, հա, ու մի եզրույթ այդ մայրենի մշակույթի պահը պետքա շատ լավ պատկերացնել, որ շատ ժամանակ այն մարդիկ, ովքեր որ սպառում են A, B, C մշակույթը, իրենք այդտեղ մեծ հաշվով ընտրություն չեն ունեցել։ Այսինքն իրենք ոնց էլի գալիս ենք նրան, դու չես ընտրել որ լեզուն յուրացնես, այո, դա պատիսակարգն է, դա միջավայրն է, դա մեդիան է, այն ամեն ինչը ինչից որ դու սովորում ես ակամա, դա ինֆորմալ հաղորդակցական տարբեր ճանապարհներով, հա, կլինի ծնող կրող, կլինի միջավայր, կլինի եթեր, այդ դրանցից ձևավորվում է քո ընտրությունը։
Դրան զուգահեռ կա քո գիտակցական մասը, օրինակ հիմա դու գրագիտության, երաժշտական գրագիտության կամ մշակութային գրագիտության հարց ես բարձրացնում։ Այ օրինակ մարդը, երբ որ կա ABCD այլընտրանքը, որոնք ճաշակով, որակապես, կատարողականով, մշակման աստիճանով շատ ավելի լավն են, քան մնացած առաջարկները, ոնց է այդքանի մեջից գնում, ասում ոնց է նախիրի մեջից էշի ճակատը բաճում, չէ։ Հիմա դրա համար էս պետք է այս ֆակտորը հասկանալ եւ իմ կարծիքով հենց այդտեղ էլ տեսնել խնդիրը։ Այսինքն ոնց է լինում, որ մարդը հասնում է այդ ընտրությանը, ինքը կատարում է այդ ընտրությունը։ Եվ այդտեղ ոնց որ հենց մեր ներազգային հարցը, այդ դիսկրիմինացիան, խիստ քննադատությունը անպատվությունով մեծ սոցիալական խմբի։ Այսինքն մենք իրար հետ մեր գումարտակում բոլոր մշակութային ճաշակների մարդիկ ենք ունեցել, բոլորին որպես եղբայր սեր ենք տվել եւ առել, այսինքն եղբայր սիրությանը երբևէ չի խանգարել այդ մարդկանց մշակութային եւ երաժշտական ընկալումը։ Այսինքն օրինակ այդտեղ այդ բաժանումը լուրջ խնդիր է, երբ որ մենք տենում ենք, որ մարդիկ այցելել են համերգի, իրանք սիրելով այդ երաժշտությունը, փոխանակ խոսենք խնդրից, այդ ոնց է տենց եղավ։ Մենք սկսում ենք այդ մարդկանց վրա, այո, ու դա լուրջ խնդիր է։ Օրինակ իրոք անվտանգային լուրջ խնդիր է։ Դրա համար պետք է մտ հասկանալ ինչա ընդհանրությունների վրա ֆիքսվելու փոխարեն տարբերությունների վրա ենք ֆիքսվում։ Այո, եւ դա այսինքն քննադատության բառամթերքն էլ ճիշտ չենք ընտրում։ Դու կարաս մարդուն կարաս ասես, եղբայր, գիտես կա երաժշտության SSSS ճյուղերը կամ մշակույթի, մենակ երաժշտությունը չէ, հա։ Նայեք Ռաբիզը, ուզում եմ էլի արձանագրեմ, ինքը օրինակ դու գիտես ինչա Աբիդասը։ Գիտես ինչա Ադիդասը, Ադիդասը գիտես, չէ։ Ադիդասը դրա այսինքն կամ դրա Պունան կա, դրա Նիսեն կա, այսինքն հա, հիմա այդ երաժշտական միջավայրը ինքը էտա, այսինքն ինքը վերցնելու է ցանկացած կայացած ստացված բան, որի պահանջը կա շուկայում հայտնվել է, շուկայում արտադրի դրա Աբիդասը, դրա Պունան, անիմաստ է այդ բանով, ճանապարհով քննադատելու, ցեղ շպրտելու, դա դիմադրություն միշտ ուժեղացնում է։ Այսինքն դա միշտ ուժեղացնելու է, ավելի է այդ մարդկանց հակառակի է տրամադրելու, այսինքն եղբայրական խոսակցության փոխարեն գնալու է ցեղ շպրտոցի։ Եվ դրա համար պետք է իմ կարծիքով, հա, ոնց է պետք աշխատել, ամեն կերպ բարձրացնել շուկայի որակական պահանջը, այսինքն սպառողից վերածել քո շուկայի մասնակիցներին սպառողից պատվիրատուի վերածել, հա, եւ դա կրթություն բոլոր ճանապարհներով եւ ինֆորմալ եւ մեդիա եւ հիմա հանրային հեռուստատեսության եթերում հնչած արտիստներ են, բոլոր այն արտիստներն, որ մենք ասում ենք Ռաբիզա, Աղբա, Զիբիլա, հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունեցած պարբերաբար արտիստներ են։ Այդ ժողովուրդը ոնց կարա այդտեղ է խնդիրը, ախր մենք դրանից պիտի խոսանք, էլի։ Հանրային հեռուստաընկերություն, որտեղ հանրային հեռուստաընկերությունը մեր գրպանի հարկերից է սնվում եւ իր ամբողջ մասնավոր բիզնես չի, էլի, հա։ Մասնավոր բիզնես չի, իր գործունեության հենց այդ կանոնակարգի մեջ է նշած, որ իր խնդիրը ժողովրդի կրթումն է եւ այլն։ Բայց միայն դա չի հարցը, տես շատ լավ թեմայի անդրադարձանք այստեղ, հա, տարբերությունների վրա կենտրոնանալով մենք իրականում մեզ որպես հանրություն, որպես ազգ, որպես ժողովուրդ նաև թույլատնում ենք, որովհետև արհեստական այսպես բաժանարար գիծ ենք քաշում, պարակտվում է, ասենք Թաթուլի համերգի արձագանքները տրամագծորեն իր հակառակ ես նայում նույնիսկ իմ ընկերների շրջակայքում բանը հասավ նույնիսկ իրար վիրավորելու, էլի, ինչի ես վիրավորում այդ համերգին գնացողին, կամ ինչի ես վիրավորվում, եւ երկխոսությունը տեղի չունի, այսինքն մենք ոչ թե մեր կենտրոնացումը խնդրի վրից կորցնում ենք, չենք կենտրոնանում այդ խնդրի վրա, այլ սկսում ենք իրար վրա կենտրոնանալ։ Խնդրի վրա ֆոկուսը պայելու փոխարեն սկսում ենք մարդկանց վրա ֆոկուսը, այո։ Եվ այդ իրոք լուրջ խնդիր է։ Բայց նայ, կներես, էլի։ Եթե գանք էլի այս խնդրին, ստեղ լուծումների մասով մի հատ sense մոտեցում էլ կա։ Օրինակ, ես հիշում եմ, սրանից մի 2 տարի առաջ էր երևի։ Հիմա օրինակ կբերեմ, կասի կարասում ես օրինակ բերեմ։ Չինաստանի կոմկուսը,
որոշում կայացրել, որ այսուհետև մեր հեռուստատեսություններում պետք է այսպես լինի, ինչ-որ հաղորդումներ էին փակել, ինչ-որ հաղորդավարների էին հեռացրել։ Պատկերացնես կոմկուսը։ Ու ֆիքսել էր, որ երիտասարդ սերնդի վրա վատ են ազդում, օրինակ SSS անձինք, պարզվել էր, որ ընդ աստղեր կան, որոնք 700-800 միլիոն follower ունեն արդեն, ոնց ֆիքսել էին, որ այս մարդու մի հատ ունքի շարժումը տրամադրություն է փոխում։ Ու կոմկուսը եկել էր եզրակացության, որ բարբեցողության մոդելներ են արդեն թելադրվում եւ մշակույթա թելադրվում, որը մեր ազգին հարիր չի, որ ճիշտ չի եւ պետքա սրա վրա աշխատվի։ Ու վերևից ոնց ժխկ բաների չէ կոմկուսից, որ այսուհետև TV-ներով սա արվի։ Կա մոտեցում, որ օրինակ պետքա տենց ինչ որ գործիք մտցվի, որ գոնե ինչ որ մակարդակ ապահովի, կամ մոտեցում, որ դա հակառակ էֆեկտը կարող ունենա, էլի։ Դե դες այստեղ կա գրաքննության հարցը, պարտիայի գիծը պահելու հարցը, օրինակ Չինաստանի, ես ինքս շատ լավ տեղյակ եմ դրանից, ու այնտեղ ազգային անվտանգության խնդիր էր դա որպես դիտարկվում, որովհետև պարզ էր դարձել, որ ասենք կոնկրետ այդ մի կամ մի քանի հոգու վրա աշխատելով, հա, կարելի էր սոցիալական բունտեր նույնիսկ հրահրել։ Հա, մեծ զանգվածներ, ասենք այդ 7-800 միլիոնը, դա իհարկե չափազանցած թվերել չի, հա, որովհետև Չինաստանում ասենք 1.5 միլիարդ մարդ ապրում, իսկ այնտեղ ասենք մի հատ ես հիշում եմ իմ նախորդ գործընկերներից մեկը, որտեղ որ աշխատում էր, երազում էր, որ տարեկան ամեն չինացի տարեկան գոնե մի անգամ հայկական ինչ որ մի հատ հյութ խմի, այդ բիզնեսը պատկերացնի ինչ զարգանա, հա, բայց այս ազդեցությունը, որոնք որ այդ մարդիկ այդ կատարողները կամ չգիտեմ, երգիչ կլներ, նկարիչ կլներ, ինչ կլներ, այդ ազդեցությունը, որ իրենք կարողանում էին արդեն ձեռքներում ունեին, դա լուրջ խնդիր դիտարկվեց եւ այո, ճիշտ էին այդ գնահատելով որպես ազգային անվտանգության խնդիր, որովհետեւ արդեն իրենց ոնց որ վերահսկողությունից դուրս ազդեցության ձևեր էին արդեն առաջանում։ Հիմա մենք էլ ունենք այդ ձևը։ Հա, մենք էլ գիտենք, որ ասենք փողոցում կամ վերնիսաժում հայկական կտորի անվան տակ վաճառումը Թուրքիայում տպված կտոր, որի վրա հայերեն տառերն են, այն ֆորում սխալով։ Ասենք ես կարող եմ մատնաշել 2 հատ G տառ կա այդ տարազի կտորի վրա։ Հա, ինքս էլ տեսել եմ ժամանակի նույնիսկ Ստեփանակերտում եմ տեսել Բաբոջեդոյի արցանի տակ թուրքական կտորով սարքած իբր թե հայկական տարազի կտորից պայուսակ կամ տոպրակ կամ չգիտեմ ինչ կամ գոգնոց։ Հա, հիմա եթե մենք չունենք այդ մեխանիզմները, ոնց որ այդ մինիմալ գրաքննությունը իրականացնելու, այդ սաղմնային վիճակում բացառելու այդ ազդեցության գործոնները, վաղը չեմ ասում կարող է խնդիրների առաջ կանգնենք։ Բայց պետք է այդ հարցը ոնց որ դուք մինիմալ հիգիենայի հարց կա այստեղ։ Ստերիլ պայելու հարցը չի։ Բայց լուծման մեջ է մի քիչ տարակարծիքն է, ոնց որ դու խնդիրը ստեղծում ես, դու խնդիրը փորձում ես լուծել կացնով։ Այսինքն դա շատ նման է բանի, որ ֆիզիկական առողջության մասով էլի թողում ես հիվանդությունը հասնում է մի հատ կետի գնում ես բանի վիրահատության կտրելու, հա, այսինքն ծայրահեղ լուծման ես գնում, մինչդեռ իրոք դա հնարավոր է կրթությունը լավ կազմակերպել, օրինակ 2019 թե 20 թվականի ՄԱԿ-ի հետազոտությունը ցույց էր տալիս, որ մի տարական դասարաններում 35 մոտավոր 35% անգրագիտություն կա կամ այսինքն Հայաստանում, ընդ որում տարածաշրջանում ամենավատ ցուցանիշը մերն էր։ Եվ հիմա էսի պարզա, որ մի օր հասցնելու է այդ դանակին, այսինքն դու այդ կամ այդտեղ հենց այդտեղ պետք է լուծումը տման գաս եւ եթե ինչի համար է այդքան ճկնաղ ու սիրուն ավանդական ֆոլկլորը եւ մեծ հաշվով այս ինչքան է մեզ համար ով ճանաչում է այն ավանդական ֆոլկլորը, այսինքն Հայրիկ Մուրադյանի երգերը գիտի, երգացանկը գիտի Կոմտասի հավաքագրած երգերը, Միրան Թումաճյանի եւ ոնց որ տեսնում է ընդամենը 100 կամ 120 տարի առաջ ինչ ճաշակով եւ ինչ կատարողական եւ ինչ բովանդակային հրաշալի ծիսակարգ ունեցել հայ ժողովուրդը իր առօրյայում, կենցաղում, կլներ դա արսանիկ, ծնունդ, կնունդ եւ այլն, կամ տաղավար տոներ, եւ 100 տարվա մեջ ուր է հասել եւ այդ
ոնց որ տարբերությունը անկում է, այսպես ասած, դեգրադացիան մեր երաշտական մշակութային ընկալումների եւ գրագիտության։ Դրան հենց այդ ցավն էլ ստիպում է մեզ բան անել, ասել ժողովուրդ, էս ինչ աբսուրդ ենք ասել, հələ տեսեք ընդամենը ասենք 2000 թվականին է 99-ին է մահացել հայրիկը, այսինքն մեր սերունդը անգամ այտենց մեծություն, այտենց որակ ու ճաշակ է տեսել, այդ կրողն է տեսել այդ ճաշակի որակի շատախից այդ մարդը այդ ամեն ինչով մեծացել է, այսինքն իր միջավայրը այդ է եղել եւ մենք հիմա նայում ենք թե ինչ միջավայրում ենք մեծացել մենք ու ինչ միջավայրում են մեծանում մեր երեխեքը ստեղից ծայրահեղանում ենք սկսում ենք բան շատ ծանր տանել այդ կորուստը, հա, այդ անկումը եւ դրանից է գալիս են իմ կարծիքով այդ վրթոված բաները, որակումները մեր ազգակիցներին։ Իմ կարծիքով պատճառը նաեւ է լուծումը պետք է ուրիշ տեղ գտնել։ Հա, այ երեխեքի վրա է շատ հստակ ազդում։ Այո, դա իրանց մայրենի մշակույթն է դառնում դա։ Նույն այդ TikTok-ներում հայտնվում են մարդիկ, ովքեր էլի ինչ որ մշակույթի կրող են, ու դու ֆիքսում ես, որ նույն մատաղ սերնդի վրա ինչ տիպի ազդեցություն են ունենում մազերը բիզնեսը։ Այո, եւ գրեթե անհնար է պաշտպանել, էլի, այսինքն եթե չկա համակարգված մոտեցում, անձը, օրինակ ես շատ դժվարանում եմ պաշտպանել, հենց մշակութային երաշտական եւ այլ այդ հաղորդակցական, հա, մեդիա գրողներից մեր երեխեքին շատ դժվար է ալնում պաշտպանել, որ մենք միասնական ճակատով այդ խնդիրը չենք դնում եւ չենք լուծում։ Լուրջ հարց է։ Կներես էլի, հա, բան հիշի հեսա ես հիշում եմ նախորդ տարի թե նախանցած տարեր Երևանում համերգ էր, այն մի հատ այդպես ռուս կերպար կա, ինստասամկա։ Ինչ որ անհասկանալի լկտի երգերով, երգ չի էլ, ինչ որ կարդալիք է, մի երկու անգամ լսել եմ ասում եմ աստված։ Ու համերգներ, որտեղից կադրեր էին, ու կադրերում հիմնականում միջև 16 տարեկան երեխեք էին, որտեղ բազում էին իրենց սպառողը հիմնականում իրանք էին, տժում էին այդ երգչուհու կատարման տակ 11-ից 16 տարեկան տղեկ ու աղջիկ։ Դու հասկանում ես, որ դու ուրիշ փուչիկի մեջ ես, մենք բոլորս։ Ու մենք շատ կարևոր մի հատ բան ենք բաց թողել, որ մի հատ սերունդ է մեծանում, որը հանրապես լրիվ ուրիշ տիեզերքներում է։ Դուք չեք հիշի, բայց ես լավ հիշում եմ, իմ դպրոցական տարիներին բաժանում էին դասարաններում եւ դպրոցներում աբոնեմենտներ, հա, մշակութային բաների միջոցառումների, հա, ու ես պետք է բալետ գնայի, պետք է օպերա գնայի, պետք է գնայի կինո, հա, առնչվեի բարձր արվեստին, հա, հիմա կարծում եմ, որ հենց բարձր արվեստին առնչությունն է, որ կարող է ճիշտ ընկալում առաջացնի ռաբիսի, որպես մշակութային մի ձևի մշակութային դրսևորման մի տեսակի, հա, բայց նաև մեզ զերծ պայի դրա, չասեմ ռաբիսի, հա, այլ օտար ազդեցության գործիքների, այսպես խիստ ազդեցությունից զերծ պայի։ Հիմա եթե մենք բարձր արվեստը չխրախուսենք մեր ավանդական բարձր արվեստը, հա, Կոմիտաս Եկմալյան, Մուրադյան կամ չգիտեմ Տիգրանյան, Խաչատրյան եւ այլն, հա, մենք կամաց այդ բարձր արվեստից գնալու ենք դեպի արհեստը։ Հիմա կրթությունը դպրոցում կրթությունը չի խրախուսում բարձր արվեստը, որտեվ այդ բարձր արվեստը իրականում սպառողական չի։ Ախր այս մանկավարժն է պետք է իմանա այդ բարձր արվեստը։ Իհարկե պետք է մենակ դպրոցը քիչ է, մենակ պետական քաղաքականության խնդիրներ կա այստեղ։ Շատ անարդար կլինի ամեն ինչ թողել դպրոցի ուսերին, որտեվ տեսեք, դպրոցը որևէ կետում որևէ տեղ ռաբիս չի սովորացնում երեխեքին։ Այդ կենցաղում է, այսինքն այդ ամենատակ տեղը երաշտական ընկալումը ձևավորվում է հուզական տակ ֆոնի վրա կամ դա կարող լինի եւ նեգատիվ ֆոն եւ պոզիտիվ, այսինքն օրինակ դուդուկի հանդեպ ընկալումը, չէ, սաղ աշխարհը այսօր դուդուկը համաշխարհային գործիք է ու սաղ աշխարհը որ լսում է դուդուկի ձայնը ասում է ինչ մարդու ձայնին ինչ նման է, ընկալում է որպես դասական բան, դա գործիք եւ այդ մելիզմատիկան որ հնարավոր է դուդուկով արտահայտել ընկալում է որպես մի հրաշք երաշտական դրսևորում, բայց այդ միևնույն ժամանակ հայ հանրությունը դուդուկի այդ
այդ ծորան սիրուն ձայնը լսելուց ինչի հետ է իրան տանը, այո, այսինքն տեղի ժամանակի պարագան հստակ բանա ազդեցություն է թողում երաժշտության ընկալման վրա։ Օրինակ հարսանիքում ծեսում երեխեն գնում է ու տենում է իր ծնողներին, քույրերին, եղբայրներին, բոլոր այն մարդկանց ում դեմքով եւ անունով ճանաչում է, բոլորը երջանիկ, տաք եւ պարզա որ իր այդ տաք էմոցիաներին գալի կարվում է որ երաժշտությունը որը որ հնչում է այդ պայն այդ ծեսում, այսինքն մշակութային ընկալումը եւ ոչ միայն երաժշտության, հա, դա կարա լինի մեծի հանդեպ հարգանքը, կարա լինի խոսքը լսելու ունակությունը, կենաց ասելիս եւ այլն, հա, այդ ամեն ինչը ծեսի մեջ է յուրացնում, ծեսի մեջ է սկսում կապել իր հետ եւ երբ որ հնչում է երաժշտություն, այդ երեխեն այդ տակությունով է անցալում այդ երաժշտությունը։ Դրամ էլ կայքը գնում եւ մեր ընկերների հարսանիքներին եւ մենք այո, մեր լուծումը երեխեքի ծնունդներին հնչեցնել, այո, մեր ավանդականը։ Ընդ որում միակ լուծումը որ տեսել ենք, որ դու պետքա ռաբիզի որակը բարձրացնես։ Բայց դա անհնար է, հույսը ես չեմ կարա հույսը դնեմ մեր երաժիշտների վրա։ Ես չգիտեմ ինստիտուտները որտեղ են բաց թողում անում արտիստներ թողարկելիս, բայց Հայաստանում կլարնետիստներ կան, եկեղեցում երևի թե մոմ են վառում, որ ասենք թուրք կլարնետիստ, ինչքան էլ որ վիրտուոզ կլարնետ, հուսնուն, ենթադրենք շուտ չմեռնի, իրանք մի քիչ է սովոր են նվագել, կամ ասենք նույն պլագիատը ամենաարատավոր երևույթն է, պլագիատը սեփական բանը, արգանդը չորացնելու ամենաուժեղ ճանապարհն է, այսինքն դու գլխիդ զոր չես տալի, սրտիդ զոր չես տալի, այդ էմոցիոնալ հուզական ու նաև դրան գումարված գրագիտական, հա, որ պետք է ստեղծես, արարես մի հատ նոր բան, ստեղծագործություն, հա, տենցա, չէ, անունը ստեղծես դուս գա, հենա Իբրահիմ Տատլիսեսը, Զեյնաբ Խանլարովան երգերը երգում են, մեզնից ինչ է մնում, հայերեն բառեր կարենք վրեն, մենք էլ այդ երգերը երգենք։ Այսինքն այս պլագիատը, օրինակ, որը Մենակ ռաբիզին չի հատուկ, ռաբիզը շատ տիպիկ է եւ շատ անում եւ ռաբիզը կենտրոնացած է թուրքական, արաբական եւ ադրբեջանական բանի վրա, բայց բոլորն են անում, այսինքն փոփում էլ դա կանք տեսնենք, ջազում էլ, ընդհուպ դասականում էլ մենք կարանք պլագիատը տեսնենք եւ սա օրինակ դա շատ արատավոր երևույթ է, այսինքն եթե նույնիսկ վերցնում ես օրինակ թուրք արտիստից երաժշտություն, բարի եղի կամ համարձակություն ունեցի ասելու, որ քեզ դա դուր է գալի եւ դու ուզում ես այդ արտիստի երգը հայերեն բառերով կատարես։ Սա աշխարհում ընդունված բան է, այսինքն անում են, դիմում են այդ արտիստին, ասում թույլ կտաս քո երգը հայերեն բառերով երգեմ։ Ես այդ արտիստն կամ թույլ է տալիս կամ թույլ չի տալիս։ Ստեղ տես չեն անում։ Այսինքն թաքցնում են, որ դա օրինակ այդ թուրք արտիստի։ Նույն ձև օրինակ Իբրահիմ Տատլիսեսը ճունի թողարկած երգ որը հայ ռաբիզ արտիստները չեն կատարել։ Չունի այդպես երգ, բոլոր երգերը այդ մարդու հայերեն բառերով կատարվել են եւ մեր ծեսերում, բեմերում եւ այլն։ Այնինքն օրինակ ես դրանից զայրույթ ապրում եմ, ես դրանից շատ եմ ջղայնանում եւ հասկացել եմ, որ ռաբիզը հնարավոր է հաղթել ռաբիզի եկամուտները աշխատելով։ Ես մեր բոլոր գոլեգաներին, ովքեր մտածում են, որ ռաբիզը պիտի փոխվի, դրա որակը պիտի փոխվի մեր ծեսերում եւ բեմերում, մենք պետքա համախմբված կերպով նենց անենք, որ ռաբիզի աշխատած փողը աշխատեն ֆոլք երաժիշտները։ Այդ ժամանակ ռաբիզ երաժիշտները կսկսեն նվագել ֆոլք։ Եվ մենք սա գործով, փորձով կայթում ապացուցել ենք։ Հարսանիքում սենց հասկացություն կա, էլի ռաբիզ հասկացությունն է դրսերի նվագ։ Այդ որ այդում են Փեսայի տուն, Հարսի տուն եւ այլն եւ ինչ որ փուլ եկավ, ուղղակի տենց դիտարկումներով հասկացանք, որ այդ զոնան այս պահին բաց է զուռնակոպալների համար եւ իհարկե դա մենակ մեր ազդեցությունը չի շատ ավանդական երգերաշտության հրաշալի խմբեր կան, դե Կարինը չասեմ ինքս Կարինում 10 տարի մենք աճել եմ, հա, եւ Գինոսյանը ֆանտաստիկ բան արեց, մենք կարանք առանձին դրան անդրադառնանք, փաստացի սոցիալական ինստիտուտի վերածեց բարի շարժումը եւ անգլուխ sense մի տարածվող շատ հետաքրքիր շարժում է ու գնում է դեռ Եվ այդ բոլոր խմբերին ակունքը եւ այլն ովքեր որ ավանդական գործիքներ են օգտագործում, Մասունքը, Կարինը, Մարաթուկը, իրենց բոլորի այդ պահը եկավ, որ մենք այդ զուռնակոպալներով լցրեցինք այդ զոնան եւ հիմա շատ ռաբիզ երաժիշտներ
Եթե կլարնետով գնում են, անպայման զուռնա կոպալել կա հետները։ Այսինքն այս բանը բերեց մի հատ փոփոխության։ Հիմա վաղը եթե ուժները կհերիքի մեր բոլորի, որ մենք մի քայլ էլ ավել որակի մասին է խոսանք, այսինքն մենակ զուռնա կոպալը չդնենք, այլ որ լինի զուռնա կոպալ, լինի այս մեղեդիներով, այս պարերով, ու լինի որակական այս մասշտաբում։ Այդ մեր ժողովրդի ընկալման ու գրագիտության աստիճանի աճի հետ կարա գա մենակ։ Դրա համար ոնց որ ամբողջ ուժը, այո, այսինքն ամբողջ ուժը դրել ենք կրթության մեջ, բոլոր ուղղություններով կրթել, մինչև մարդիկ իրենք գան որակի ընտրության։ Եվ մինչև մարդիկ իրենք տանել, այսինքն արտիստը, որը պլագիատով բեմ է բարձացել, պամիդորով պետքա իր գլխին իջնի հանդիսատես ասի, խի ես դու պլագիատը բերել ծախումին վրա ես, եկել էի քո ստեղծագործությունները լսեի, ոչ թե Իբրահիմ Տատլիսեսի ստեղծագործությունները վրան հայերեն բառեր կարած։ Հիմա մենք չունենք այդ բանը դեռ այդ մշակույթը, կարող է տեղ պետքա գնալ, էլի։ Դա գիտակցության, իհարկե հանրային գիտակցության խնդիրը ավելի շուտ եւ հանրային պատվերի խնդիր, բայց իհարկե դա կարելի է անել միայն կրթության կրթական փոփոխություններով, կրթության փոփոխություններով։ Ու ծիսակարգը փոխենք, էլի։ Եթե եզրափակենք, իմ տեսանկյունից մենք էլի գալիս ենք մի ասենց բանի էլի եզրակացության, որ խնդիրը ոչ թե այդ լաբորատոր պայման ստեղծելն է, սպիտակ, ասենց ազգային դռները փակենք, այն որ կան, չէ, ասում են, վայ, չարիք, ասա չարիքը եւ այլն։ Հա, ստերիլ պահենք, այլ պետքա բոլորին հնարավորինս շատերին ցույց տանք, որ կա սա։ Ժորժ ջան, այս մեկն է։ Եվ ուսուցանենք։ Անպայման, մենակ ցույց տալը քիչ է, սովորացնել։ Սովորացնես, ինքը ընտրությունը կանի, բայց իմանա, որ հայկականը այս սա է, ու տես ինչ լավն է ինքը։ Ինքը տես ինչ լավ։ Եթե ժամանակ ունենք ֆոլկլորի, ավանդական ֆոլկլորի մի հետաքրքիր ֆենոմենի մասին ասեմ։ Հա, ունենք մի քանի րոպե։ Ուրեմն տեսեք, ծիսակարգը երբ որ արձանագրվել է, հա, այսինքն այդ գեղչկական ֆոլկլորի արձանագրումների մեջ մենք տեսնում ենք, որ դա խիստ մասնակցային է, այսինքն այն մարդիկ, ովքեր որ եկել են հարսանիք, եկել են ինչ-որ ծեսի մասնակցել, կան այդ ծեսի մեջ արարողություններ, որտեղ այդ մարդիկ անելիք ունեն։ Այսինքն օրինակ երգը, այո, նայող չեն, հանդիսատես չեն, ինչպես հիմա է։ Երգը կատարել են հենց մասնակիցները, պարը կատարել են հենց մասնակիցները, այսինքն դա կոպիտ ասած outsource չի եղել պրոֆեսիոնալ կատարողներին։ Ես դեմ չեմ պրոֆեսիոնալ կատարողներին outsource ներգրավել այս ծեսերում, բայց կան բաներ, որ մասնակիցը ինքը, օրինակ հարսանեկան ծեսում կա կետ, երբ որ թակֆորը գիտեք, փեսացուի գովքն են երգում։ Հա, ու հիմա չես տեսնի, հրավիրում են, այսօր հրավիրում են երգիչների, որը ված չի, գումար են վճարում, որ ինքը գա այդ հարսի գովքն ու թակֆորի գովքը երգի։ Բայց հրավիրում են այն երգչին, որը այդ նույն ռաբիզ միջավայրի երգը պարզա ինչա երգում, էլի։ Դրա համար ես այստեղ մեր ժողովրդին ոնց որ այդ հատկանիշը ուզում եմ հետ բերենք, այսինքն մարդկանց պետքա սովորացնել, որ դու քո ծեսը, որը դու ինքդ պետք է անես, որովհետև այդ ակտեր մերու աղջկա միջև, այդ ակտեր հերու տղայի միջև, այդ ակտեր տղայի մոր եւ նորապսակ զույգի միջև, չէ, լավաշեր տղում է։ Այսօր բերում են սազանդարն է, էտի անում բան, իբրև թե ավելի ճոխա։ Վճարովի թաման։ Հա, դա ակտա, դու դա հոգեվոր ինչ-որ կապ է, դա ինչ-որ զուտ երաժշտություն չի, գեղարվեստ չի, շոու չի։ Այսինքն, այո, դու պետք է քո ձեռով այդ մեղրը տանես ուտի, էլի հիմա այդ հարցը։ Հիմա ոնց որ դու կամ դա անում ես, կամ չես անում, դա անհնար է outsource անել։ Դու կբերես շոուն կկազմակերպես, կողքից կնկարեն բան, հետո սիրուն ռիլ կունենաս, բայց փաստացի այդ կապը, օրինակ հրաշալի երգեր կան, ասենց ասեմ, գեղարվեստական առումով անմրցելի, իրանց թե դիապազոնով, թե մելիզմատիկայով, թե բովանդակությամբ, հարսը մեր ու աղջիկ, երբ որ պետք է արդեն դուրս գա տանից հարսը, եկել են իրեն տանելու, հրաժեշտ է երգում մորը։ Հիմա պարզակ 21-րդ դարում մի ժամ հետո Skype-ով զանգում խոսում են, ժամանակ կարող տանեին ու էլա այդ աղջկան չտեսնեն, այսինքն փոխվել է մի քիչ տեղի ժամանակի պարագան, բայց ես չեմ կարծում թե կարիքն է փոխվել։ Այսինքն մարդու պահանջմունքը մեր մոր եւ աղջկա միջև այդ կապը ստեղծելու, այդ հրաժեշտը ասելու պահանջը չի վերացել։
Վերացել է գործիքը, երբ որ այն ժամանակ ինքը ուներ այդ համարձակությունը, գիտելիքը իր ավանդված իրեն, որ այս կետում դու կարաս այս ձևով արտահայտես քո հուզմունքը, քո մորը, այդ գործիքը վերցրել են այդ աղջկա ձեռից, 50,000-ով տվել են ինչ-որ 2 հոգի գնում կողքից երգում է։ Լավ են անում, էլի թող գան կողքից երգեն, բայց թող այս ակտը մի հատ կատարվի, մի հատ էդի տեղի ունենա, հետո Սազանդարը երգի։ Ու ես ներքին համոզմունք ունեմ, չուտիո, հա, այսպես ասած, որ երբ որ մենք կարողանանք նորից մարդկանց մասնակիցը սարքենք սեփական ծեսերի, օրինակ այդտեղ է որ նաև Գինոսյանի աշխատանքը ֆենոմենալ կարևոր է, որ պարերը երբ որ մարդիկ գիտեն, իրենք ծեսում պահանջում են այդ պարի մեղեդին։ Երաժիշտին ստիպում են այդ մեղեդին սովորել, որ ինքը գա նվագի այդ մարդիկ պարեն։ Այստեղ մենք այո գործի վրա գործնականում հստակ տեսնում ենք, թե ոնց կարա ռաբիզում տեղի ունենա որակական փոփոխություն։ Այսինքն երաժիշտը մի հատ Երխուշտա Քոչարի Երխուշտա եւ դա հստակ փորձված, ապացուցված մեր աչքով տեսած շնորհիվ իհարկե այդ շարժումը Մուրադյանից սկսած եկել, բայց Գինոսյանի միջոցով դա դարձավ կոնկրետ ուղղորդված, այո, ինստիտուցիոնալ շարժում եւ մենք այդտեղ տեսնում ենք, որ դա աշխատում է։ Հիմա մեզ ի՞նչն է խանգարում մյուս մշակույթի մյուս ասպեկտներում համատարած կրթության ասենք բոլորին անկախ սերրից, տարիքից, կողմնորոշումից, անկախ ամեն ինչից ուղղակի ուսուցանենք, որպեսզի երբ որ գա տեղի եւ ժամանակի պահը, հստակ տեղում հստակ պահին, այդ մարդը պահանջի։ Այսինքն չէ, ես ուզում եմ էջմիածինը պարեմ, չէ, տենց մի նվագի, սենց նվագի, որովհետև ռաբիս էս նվագում։ Հիմա այդ տենց պահանջող դեռահասներ ունենք։ Հստակ դեռ, այո։ Դե համար ոնց է դա ճանապարհ է, այսինքն այո, տրված է ճանապարհը, ցույց են տվել, փորձել են, ապացուցել են, դրել են այնտեղ։ Հիմա մեր հարցն է, որ մենք շարունակենք այդ ուղղությամբ գնալ։ Շատ հետաքրքիր զրույց է։ Իմ կարծիքով sense կարանք մի 2 ժամ էլ շարունակենք։ Ես կարծում եմ մարժի մի օր շարունակել, բայց չշարունակենք։ Այո, շատ շնորհակալություն, շատ շնորհակալ ենք, շատ հետաքրքիր զրույց էր։ Զորած զրույցներ եթերում։ Հաջողություն։ Հաջողություն։ Հաջողություն։